Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցել եմ քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Պարոն Մարտիրոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելով։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում ակտիվացել է իմպիչմենտի թեման կրկին, խորհրդարանական լսումներ են հրավիրվել եւ պատիվ ունեմ առաջարկում է անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Գիտեք, որ Հայաստան խմբակցությունը նաեւ իր ստորագրությունները փոխանցեց պատիվ ունեմին, այս գործընթացի հետ կապված ձեր տեսակետը որքանով հավանական եք համարում, որ process-ը կհաջողի այս անգամ։ Ընդհանրապես դա համարում եմ կլոունադա, խեղկատակություն, որտեղ impeachment անելուց հիմա պիտի չանեին, պիտի շատ ավելի շուտ անեին, իրենք էլ գիտեն, որ իրենք impeachment չեն կարող անել, իրենք էլ գիտեն, որ սա ընդհանրապես քաղաքական խաղ է, եւ իրենք անում են երկու կողմն էլ անում են հերթական իրենց ծաղրածույությունը։ Սա կրկես է, որում բոլորը մասնակցում են, հետո գալիս են տարբեր այսպես կոչված քաղաքագետներ, տարբեր տաղավարներ եւ լրատվամիջոցներ, նստում են, սկսում են լուրջ դեմքերով ապուշությունները վերլուծել։ Իրականում դրանք այնպիսի process-ներ են, որոնք անգամ ես մեկնաբանել չեմ ուզենա, համարելով մտածում, որ դա կլոունադա է։ Որովհետեւ իրենք քանի տարի է խորհրդարանում են, իրենք քանի տարի է իբրև թե փողոցային շարժումներ են անում անգամ եւ ինչ են արել, իսկ իրենք ընդունակ են ինչ-որ մի բան անելու, իսկ impeachment-ը իրենք համարում են իրատեսական այս իրավիճակում, այսինքն իրենք կարծում են, որ խորհրդը դա իրատեսական է, թող անեին շուտ, ինչի սպասեցին հիմա, երբ Արցախը շրջափակման մեջ էր թող անեին, երբ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն երևում էր, որ բռնել է Արցախը հանձնելու ուղի, երբ հայտարարություններ արեց, պիտի հիմա անեին, այսինքն անող են ժամանակ կաներ։ Հիմա ինչի են անում, նախընտրական շրջան է գալիս դրա համար, սրան ով է լուրջ վերաբերվում ընդհանրապես հասկացողներից։ Թող անեն, բայց ինչի չեն անում, ում են սպասում։ Դա սկսել են եւ ընդ որում ասում են առանց փողոցային ճնշման, առանց ակցիաների հնարավոր չի լինի իրականացնել։ Դուք տեսնում եք պոտենցիալ այդ շարժումների։ Ոչ, ես կարծում եմ հայ ժողովուրդը ստացել է իր մեծագույն երազանքը, դա այն խաղաղության այսպես կոչված կեղծ դարաշրջանն է, որը բերել է նրանց Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդելու է ոչնչացման դարաշրջանը, որին հաջորդելու է հավերժական իրական խաղաղության դարաշրջանը, որտեղ ոչնչացումից հետո էլ որևէ խնդիր չի լինելու ժողովրդի, պետության, անձկի եւ այդ օրակարգով բոլորը գոհ են, ինչպես տեսնում ենք։ Հիմա եթե իրենք գոհ են, ես գոհ չեմ, ես դժգոհ եմ այդ օրակարգից, մեղմ ասած դժգոհ եմ, բայց հայ ժողովուրդը գոհ է։ Դրա համար ես չունեմ հիմա որևէ ընդհանրություն հայ ժողովրդի հետ այդ հարցերում եւ բազում այլ հարցերում։ Հիմա եթե իրենք գոհ են, ինչի պիտի փողոցային պայքարի դուրս գան։ Պարոն Մարտիրոսյան, որտեղ եք տեսնում, որ գոհ են, օրինակ հարցումները վկայում են, որ ընդամենը 4%-ով է ավելացել վարկանիշը եւ բազմաթիվ գելապներ արել եւ բազմաթիվ նաեւ այսպես հայտարարություններ են լինում, դրանք չեն կարող ազդել մարդկանց գիտակցության վրա, որ սա դեռ խաղաղության փաստաթղթի ստորագրում չէ, ընդհանրապես նախաստորագրում է, ավելին մենք Զանգեզուրի միջանցք։ Շնորհակալություն լավ հարցի համար, ում գիտակցության վրա։ Նախ պիտի հասկանանք ում գիտակցության վրա, երկրորդ հերթին պիտի հասկանանք գիտակցության վրա ազդելու համար անհրաժեշտ չէ արդյոք ունենալ գիտակցություն։ Այսինքն այս երկու հարցերին եթե պատասխանենք, նոր կկարողանանք անցնել առաջ, բայց այս երկու հարցերի պատասխանները կարծում եմ հայտնի են կամ հայտնի չեն, նայած ինչ տեսանկյունից նայենք։ Ինչ վերաբերում է գելափին, ով է ընդհանրապես վստահում գելափի հարցումներին։ 1, երկրորդ հերթին հատկապես Հայաստանում ինչպես կարելի է որևէ հարցման վստահել, որևէ հարցման։ Ես եւ դուք միասին ինքներս մեզ վստահելով դուրս գանք փողոցում հարցման, 100 հոգու հարցում կատարենք, այդ պատասխանները միևնույն է իրականությանը չեն համապատասխանելու։ Մենք որ վստահ լինենք, որ չենք կեղծում արդյունքները, միևնույն է չեն համապատասխանում։ Որովհետեւ այս հասարակությունում հնարավոր չի այսինքն ճշմարտություն գտնել, ճշմարտություն չեն խոսում։ Ասում են մեկին մի բան, անում են մի բան, ես մի քանի անգամ արդեն առիթ ունեցել եմ տարբեր տեղերում ասելու։ Քանի հոգու հետ խոսում ես, ասում եմ ես Նիկոլ Փաշինյանից զզվում եմ, չեմ ընդունում նրան, նա ապիկար է, նա անտաղանդ է, նա սա է, նա է, ասում ես լավ ում ես քվեարկել, ասում չգիտեմ, ում ես քվեարկելու, երևի Նիկոլին, ինչի համար բայելում, բահո նախկիններին չեմ քվեարկելու, բահո, չգիտեմ, բայելով կա որ, բա ով լինի հələ ասա, ախր հա զզվում եմ Նիկոլից, բայց Նիկոլին եմ քվեարկել։
Հիմա էլ արդեն, այսինքն, հա, վարկանիշը կարող է ցածր լինի։ Արդյոք դա նշանակում է, որ չեն քվեարկելու 1, 2-րդ հերթին։ Ինչ ընտրությունների մասն է խոսքը։ Այդ Հայաստանում երբ են եղել նորմալ ընտրություններ 1, 2-րդ հերթին Հայաստանում երբ է ժողովուրդը չընտրել իշխանությանը։ Միշտ էլ ընտրել է իշխանությանը։ Միշտ է ընտրել իշխանությանը ու միշտ էլ ընտրելու է իշխանությանը։ Վաղը Հայաստանում իշխանություն լինի Ալիևը, եթե թույլ տա ընտրություններ եւ եթե հայեր մնան ինչ որ մի հրաշքով Հայաստանում, կընտրեն Ալիևին։ Կասկածում եք դրանում։ Ես չեմ կասկածում։ Պարոն Մարտիրոսյան, թերևս Հայաստանում իշխանության փոփոխության հետ կապված շատերը պնդում են, որ դա կախված է արտաքին ազդեցություններից, ես չգիտեմ դուք այս տեսակետը կիսում եք թե ոչ, կարծում եմ կասեք, բայց ինչ եք կարծում, արդյոք Փաշինյանի թեկնածության շուրջ նման կոնսենսուս դեռ առկա է։ Շատ լավ հարց է։ Կոնսենսուս չկա ընդհանրապես ոչ մի հարցում, եթե նկատի ունեք Արևմուտք Ռուսաստան, կոնսենսուս չկա։ Յուրաքանչյուրը իր մոտիվներով կարող է հանդուրժողականորեն վերաբերվել կամ Ռուսաստանի պարագայում իմ խորին համոզմամբ հուշկու սատարել Նիկոլ Փաշինյանին։ Բայց այստեղ արդեն այդ բաները կարևոր չեն։ Նախ Արևմուտքը ես վստահ եմ գրեթե, որ ուղղակի ձեռք է քաշել Հայաստանից եւ հասկանալու, որ Հայաստանը այլևս գործոն չի, անգամ արդեն աշխարհագրական որևէ կարևորություն չունի, որովհետեւ հանձնել է Զանգեզուրի միջանցքը, իսկ դա միջանցք է եւ դա Զանգեզուրի միջանցքն է։ Եվ դրանից հանձնել է Արևմուտքում։ Արևմուտքում, իսկ ինչ կապ ունի, թե որտեղ է հանձնել, կարող է Անտարկտիդայում հանձնել, կարող է պինգվիններն էին լինելու այդ պայմանագրի շահառուները կամ բան։ Այստեղ կա Միացյալ Նահանգներում կա վարչակազմ, որը շատ անկեղծ է իր մտադրություններում, իր հետաքրքրություններում, այդ վարչակազմի ղեկավարը, Սպիտակ տան ղեկավարը, նախագահը հստակորեն ունի օրակարգ։ Դա իր անձնական օրակարգն է, որը մարդը շատ անկեղծորեն ցույց է տալիս։ Եվ ինքը հետաքրքրված է աշխարհի բոլոր կետերում ամեն գնով խաղաղություն հաստատելով, որպեսզի դա նաև նախընտրական ներ ամերիկյան օրակարգում արտացոլվի, ինչը եւ տեղի է ունենում բազմաթիվ անգամներ նախագահ Տրամպը հպարտացել է այն հանգամանքով, որ ինքը ըստ իր կարծիքի իհարկե հաստատել է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք գիտենք, որ դա խաղաղություն չի։ Բայց դա Տրամփին չի էլ հետաքրքրում եւ ինչու պետք է հետաքրքրի։ Դա պիտի հետաքրքրի հայ ժողովրդին, եթե հայ ժողովրդին չի հետաքրքրում, Տրամփին բնականաբար եւ շատ արդար եւ հասկանալի, որ ընդհանրապես չպիտի հետաքրքրի, բայց ինքը կարևորում է այդ հանգամանքը եւ ինքը համարում է, որ ինքը մեծ կարևոր քայլ է արել ինքն իր օգտին, որ բերել է Սպիտակ տուն այն մարդկանց, որոնք արդեն 100 տարի առաջ որոշել էին, որ դրան պիտի գան, ընդ որում նախագահ Պուտինի ամենաակտիվ մասնակցությամբ, ինչին մենք ականատես եղանք ռուսական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների տեսքով, երբ ասին, որ իրենք շատ կողմ են այդ պայմանագիրին, որ ստորագրվել է Սպիտակ տան օվալաձև կաբինետում, շատ զարմանալի է, չէ՞, Ռուսաստանը ինչ որ մի բան։ Այո, դե ասացին, որ եթե Հայաստանը կարծում է, որ սա իր շահերից է։ Իսկ ուրիշ դեպքերում այդպես են ասում, թե ասում են, չէ, դա սխալ է Հայաստանը պիտի, ուրիշ դեպքերում թե իրենց մի բան ձեռք չի տալիս, ասում են, չէ։ Բայց պարբերաբար պնդում են, չէ, որ պետք է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ բայց իրենք հիմա շատ ողջունեցին դա եւ ասին, որ դա իրենց շահերից է բխում եւ դա իրենց շահերից է բխում։ Եվ սա ես համոզված եմ, որ հեղինակել էին իրենք եւ կոպիտ ասած հայ ժողովրդի սիրելի ժարգոնով ասած, գցեցին Տրամպի գրպանը, որը Տրամպը հեչ դեմել չէր դրան, որովհետև ինքը քաղաքական դիվիդենդներ շահեց, փոքր դիվիդենդներ, բայց դրանք դիվիդենդներ էին, որոնք ինքը լուրջ կերպով, խելացի կերպով նախագահ Տրամպը օգտագործում է։ Հիմա ինչ կապ ունի, թե որտեղ ստորագրվեց, այնտեղ ստորագրվեց, հա, եւ դա շատ ձեռնտու էր։ Հիմա Պարոն Մարտիրոսյան, ներողություն եմ խնդրում, որ ընդհատեցի, բայց ինչ շահեց։ Երբ ասում եք Ռուսաստանը շահեց, ինչ շահեց։ Ռուսաստանը ստացավ ցամաքային ճանապարհ Ադրբեջանով դեպի Թուրքիա։ 1. Երկրորդ հերթին Ռուսաստանի համար անչափ կարևոր է Արևմուտքի հետ այս խոր հակամարտությունում Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամ է, արևմտյան բլոկի հետ առնչվող անդամ է, ունենալ իր սեփական դաշտում։ Այսինքն ունենալ տրոյական զի ՆԱՏՕ-ի մեջ եւ այդ համատեքստում Ռուսաստանին անչափ ձեռնտու է զիջումներ անել Թուրքիային, իսկ Թուրքիայի համար crown jewel-ը, այսինքն թագի ադամանդը, դա Հայաստանն է։ Եվ այդ ադամանդը գտնվում է Ռուսաստանի ձեռքին, որը բաստուրմայի սկզբունքով կտրտելով Հայաստանը եւ Հայաստանի շահերը, հերթով հանձնում է Թուրքիային։ Դուք իսկապես կարծում եք, որ այդ ճանապարհով բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից որևէ այլ երկրի բեռներ անցնելու են։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ
բեռները ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Թուրքիան էլ Ադրբեջանն էլ այդ ճանապարհով անցնելիք բեռների վրա թքած ունեն։ Դա իրենց համար բացարձակ կարևոր չի բեռները։ Դա ռազմավարական նվաճում է։ Հայաստանի միջով բացվում է երակ, ուղիղ կապ, միավորվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, Նախիջևանը եւ Ադրբեջանի այսպես կոչված հանրապետության տարածքը։ Եվ միանում են իրենք ցամաքային կապով ուղիղ Թուրքիայի հետ։ Դա բեռների խնդիր չի, այդտեղով կարող է ռազմուժ անցնել անընդհատ եւ անverջ։ Եվ կան փորձագետներ, որ պնդում են, որ այդ ռազմուժը լինելու է Իրանի եւ նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ։ Այդ որ փորձագետներն են, այն որոնք ռուսական ազդեցության գործակալներ են, որ տոննայով կան Հայաստանում եւ ամեն ալիքներով խոսում են առավոտից գիշեր, ռոպագանդիստական աշխատանք են իրականացնում, իրենց ներկայացնելով որպես պրոարևմտյան։ Այսինքն ինչ Ռուսաստան կամ անգամ հակաարևմտյան, ինչ Իրան, Իրանի դեմ ով պիտի Հայաստանի տարածքով ինչ որ բան անցկացնի, ում է դա ընդհանրապես պետք։ Իսրայելին Ռուսաստանի դեմ պիտի Իսրայելին օրինակ, որը Իսրայելը Ադրբեջանի հետ ունի ուղիղ պայմանավորվածություններ, Իսրայելը հանգիստ, Իսրայելը Թուրքիայով պիտի անցկացնի, Իսրայելն ու Թուրքիան իսկական հակառակորդներ են։ Այժմ Նախիջևան է կապվում դեպի։ Չէ, հարց եմ տալիս, Իսրայելը ինչպես եւ ուր պիտի անցկացնի ռազմուժ։ Ինչպես եւ ուր, որտեղից։ Պիտի օդանավներով գա Թուրքիա իր հակառակորդ երկիր եւ այնտեղից գնա իր դաշնակից Ադրբեջան։ Չէ, Նախիջևան ինչի պիտի իջնի, որ մի հատ Հայաստանի վրայով գնա ուր։ Թե Նախիջևան իջնի, որ եթե Նախիջևան պիտի իջնի, այդ դեպքում Իրանը, այսինքն makes no sense ինչպես ասում են, որևէ տրամաբանություն չկա։ Իսրայելը եթե ուզենա, հանգիստ կարող է ստանալ, եթե Ալիևը վերջի պահին չդավաճանի իր պայմանավորվածությանը, հանգիստ կարող է ստանալ մուտք դեպի Իրան հսկայական տարածքներ այսօր կան սահմանակից Իրանի հետ արդեն Արցախի տարածքը ամբողջությամբ սահմանակից է Իրանի հետ հարավից եւ ինչ Նախիջևան ինչ բաներ այսինքն այս ինչ հեքիաթներ են պատմում այդ այսպես կոչված փորձագետները փորձանքագետները Շատ լավ մի թեմայի կուզեի անդրադառնանք պարոն Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության մասին 4-րդ հանրապետության գաղափարը, բայց առաջինը ինքը չէ, որ բերել է հայաստանյան իրականություն, հիմա շատերը չեն հիշում այդ մասին, բայց առաջինը այս մասին խոսել է 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, ով համարվում էր բրիտանական ազդեցության անձ գոնե։ Հիմա երբ այս կապը փորձում են գտնել, տպավորություն է, որ սա բրիտանական ծրագիր է եւ Բրիտանիայից թելադրված ծրագիր է, ինչ է կա։ Մասոններին, Ռոթշիլդներին, Մարսի բնակիչներին մոռացանք նշել։ Ինչ ասեմ, այսինքն սրանք թեմաներ են, որոնք անգամ քննարկել է, ես համարում եմ անվայել մի բան, բայց քանի որ հարցը հնչեցնում եք եւ գիտեմ, որ այդպիսի ռոպագանդիստական թեզեր հնչում են, պիտի արձագանքեմ։ Նախ ես Արմեն Սարգսյանի ոչ փաստաբանն եմ, ոչ նրա պաշտպանությամբ եմ զբաղվելու, բայց պիտի արդարությունը մենք խոսենք, ինչ է նշանակում բրիտանական բան ազդեցության մարդ, ինչ որ այդպիսի ձևակերպում հնչեց։ Այսինքն Դե մամուլը շատ է գրում այդ մասին ժամանակ։ Չէ, մամուլը կարող է գրել ինչ ասեք եւ գիտենք թե մամուլը ինչպես է գրել։ Այստեղից հրաժարական չտվեց, գնաց երբ այստեղ խաղաղ իրավիճակ էր, մեկնեց։ Ինքն էլ կարող է, ես չգիտեմ որտեղից է հրաժարական տվել։ Ես չգիտեմ որտեղից է հրաժարական տվել, բայց կարող էր եւ ասենք էլի Անտարկտիդայից հրաժարական տալ։ Եվ ինչ տարբեր ղեկավարներ, տարբեր հանգամանքներից ելնելով տարբեր երկրներից են հրաժարական։ Դա նույնն է, երբ ինձ ինչ որ դեգեներատներ կոմենտներ են գրում եւ ասում են հեշտ է նստել Նյու Յորքում եւ այնտեղից խոսել եւ դատել։ Մինչդեռ ես երկար ժամանակ էստեղ եմ։ Այսինքն ինչ կապ ունի թե ես աշխարհագրորեն որտեղ եմ։ Կարող է ես Զուքարանից եմ գրում իմ հրապարակումները, դա ինչ կարեւոր է։ Իրենք հոտ են առնում դրանից այդ հրապարակումներից կամ գույն են տեսնում կամ չգիտեմ ինչ է դա, հա։ Սա մեկ, երկրորդ հերթին 4-րդ հանրապետության թեզի մասին էր հարցը։ Անդրադառնամ, այո, Արմեն Սարգսյանն ասել եւ ես դա շատ լավ հիշում եմ, բայց որքան հասկանում եմ, իր ասածը վերաբերում էր բոլորովին այլ որակի հանրապետություն ստեղծելուն։ Ես կարծում եմ, որ 4-րդ հանրապետություն ձևակերպումն ընդհանրապես հատկապես այսօրվա համատեքստում, հատկապես այս ռեժիմի շուրթերից հնչող, դա բարոյական հանցավոր արտահայտություն է։ Երկու պատճառով, առաջինը պատմական առումով չի կարող գոյություն ունենալ 4-րդ հանրապետություն, 5-րդ հանրապետություն, որտեղ այդ ամբողջ թվագրումը տխմարություն է։ Ընդհանրապես չի եղել առաջին հանրապետություն,
որովհետև առաջին լինում է, երբ լինում է երկրորդ։ Չի եղել երկրորդ հանրապետություն, ո՞րն է երկրորդ հանրապետությունը։ Սովետական ադմինիստրատիվ տարածք Հայաստանը, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն կոչվածը, որ ադմինիստրատիվ միավոր էր սովետական միության տարածքում։ Դրա մասին են, այո։ Դա հանրապետություն չէր։ 1. Արդյոք սա հանրապետություն է եղել։ Սա էլ հանրապետություն չի եղել։ Այսպես կոչված ներկա երրորդ հանրապետությունը։ Արդյոք սա երկրորդ հանրապետություն է, չէ՞։ Որտեվ եղել է ընդամենը մեկ հանրապետություն, դա այն հանրապետությունը, որ պայմանականորեն ասում են առաջին, բայց քանի որ դա միակն է, կա միայն մեկ հանրապետություն, Հայաստանի հանրապետությունը։ 1918 թվականին ստեղծված, 20 թվականին օկուպացված, 91 թվականին պայմանականորեն ոչ փաստացի, բայց պայմանականորեն վերանկախացած։ Որովհետև դա մի հանրապետություն է, այս հանրապետությունների համակարգը ընդհանրապես գալիս է ֆրանսիական համակարգից, որտեղ պետական մոդելներ են փոխվել։ Կոնվենտի իշխանություն է եղել, Նապոլեոնի իշխանություն է եղել, թագավոր են գլխատել, թագավորությունն են կործանել, հետո վերականգնվել է թագավորությունը, Լյուդովիկոս 16-րդ է եղել, տարբեր հանրապետություններ են եղել, այսինքն սա ֆրանսիական մոդել է։ Որևէ այլ տեղ չկա նոր հանրապետություն։ Օրինակ Միացյալ Նահանգները սահմանադրության փոփոխություններ է կատարել, ընդ որում անկյունաքարային փոփոխություններ, բայց Միացյալ Նահանգները հանրապետություն է, այդ մասին շատ քչերը գիտեն, հատկապես Հայաստանում, բայց republic է, այսինքն հանրապետական մոդել է այնտեղ։ Եվ չկա Միացյալ Նահանգների առաջին հանրապետություն, երրորդ, 13-րդ, 47-րդ հանրապետություն, չկա այդպիսի բան։ Այո, ուղղակի Կա Միացյալ Նահանգներ։ Հիմա կամ կա Հայաստանի հանրապետություն, կամ չկա։ Եթե ինձ հարցնեք, այսօր Հայաստանի հանրապետություն այլևս չկա։ Արտաքին ատրիբուտները ձևական կան, բայց սա իմ բնորոշմամբ հանրապետություն չի, սա ընդհանրապես ոչինչ է։ Ինչ վերաբերում է ռեժիմի հայտարարությանը, ապա իրենք ոչ մոդելի փոփոխություն են առաջարկում, ոչ տնտեսական մոդելի փոփոխություն, ոչ քաղաքական մոդելի փոփոխություն, ոչ մի բան, եւ որպես կուսակցություն, որը ընդհանրապես ես չգիտեմ, արդյոք դա հանցագործություն չի, հայտարարում են հանրապետության ստեղծման նախաձեռնության մասին, չեն հայտարարում, որ ստեղծում են, բայց նախաձեռնության մասին, բայց իրենք քանի որ իշխող կուսակցություն են, իրենք համարում են, որ իրենք դա իրավասու են անել։ Եվ ինչ է այստեղ լինելու այդ այսպես կոչված 4-րդ հանրապետության մոդելը, ինչ մոդել է լինելու այդ դեպքում։ Ինչն է իմաստը նոր տիպի պետություն հիմնելու, որի մասին հայտարարում է։ Հայաստանի իր մոդելը հրապարակել է, վստահաբար տեսել եք։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ պետության մոդել է, որը ընդհանրապես ես կարծում եմ, որ վասալությանը չի էլ հասնելու, այլ ուղղակի ինքնիշխանությունից ողբերգական եւ անթույլատրելի հրաժարում է լինելու հավանաբար, որ ինձ համար խիստ անընդունելի երևույթ է բնականաբար, բայց կարծում եմ, որ դրան է գնալու։ Եվ հենց կարծում եմ, որ սա նկատի ունի այս իշխանությունը, որ սա լինելու է ապազգային բոլոր նախորդ իշխանությունների եւ տարիների ներառյալ խորհրդային շրջանը, որի ժամանակ իմիջիայլոց վերջին շրջանում բավական այսպես հայրենասիրական միջավայր էր ստեղծվել Հայաստանում։ Այդ թվում նաեւ պարադոքսալ կերպով, ինքնահակասական կերպով սովետական իշխանությունների ձեռամբ։ Եվ դա հերքել հնարավոր չէ, որտեղ դա պատմական փաստ է։ Չարիքի կայսրությունը, որ անչափ մեծ վնասներ է հասցրել Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչ որ մի փուլ վերջում, էլի սեփական շահերից ելնելով, բայց դա երկար պատմություն է, հայրենասիրական ինչ որ բաներ եւ դրա շնորհիվ է որ եղավ 88 թիվը, թե չէ դա էլ չէր լինելու այդ ժողովրդի մեջ։ Հիմա ինքը ուզում է անգամ այդ շրջանին սովետական ապազգային մեծ հաշվով դա ապազգային շրջաներ ընդհանուր առմամբ, անգամ դրան հակառակ ստեղծի լրիվ ապազգային մի պետություն։ Ասում եմ, մեզ Ստալինն ու Բրեժնևն են հայրենասիրություն սովորեցրել։ Չէ, դա Ստալինը 100%-ով հայրենասիրություն չի սովորեցրել, Ստալինը եղել է ոչ միայն մարդկության թշնամի։ Չէ, ես ուղղակի իր մեկնաբանությունն եմ ուզում։ Այդպիսի մեկնաբանություն է, չէ, ես այդ բառերը չեմ լսել, որ Ստալինը ու Բրեժնևը։ Դե դա ինքը իր հատուկ նպատակներով է ասում։ Բրեժնևը չի սովորեցրել, բայց դե Ստալինին ուղղակի ամփոփեմ այդ ասածը, Ստալինը հայ ժողովրդի մեծագույն թշնամիներից մեկն էր։ Եվ ոչ միայն հայ ժողովրդի, նաև մնացած բոլոր ժողովուրդների։ Դա մի հանցագործ էր, որը մոլագար, պսիխոպաթ հանցագործ էր, առանց որևէ մարդկային հատկանիշի։ Ինչ վերաբերում է Բրեժնևին, Բրեժնևյան հատկապես վերջին շրջանում, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, խորհրդային միության շահերից ելնելով, Հայաստանում
թույլ տրվեց եւ զարգ տրվեց որոշակի հայրենասիրական ոգու վերելքի եւ ինչ վատներ սովետական Հայաստանի մեջ եղած հայկական ինտելիգենցիայի կողմից ներարկվող հայրենասիրությունը, հա, ուներ մեծ թերություններ։ Հակա առաջին, այս պայմանական ասած, առաջին հանրապետություններ, հակա նժդեհեր, դրանք շատ լուրջ թերություններ եւ շատ լուրջ վտանգավոր վնասակար հանգամանքներ էին։ Բայց մնացած առումներով զուտ Հայաստանը սիրելու առումով, զուտ արևմտյան Հայաստանը սիրելու առումով, որ Հայաստանի մաս էր, արդյոք վատ էր։ Ես չեմ կարծում, որ վատ էր։ Եվ ես չեմ կարծում, որ Բրեժնևն է դա արել։ Բրեժնևը դրա մասին միգուցե տեղյակ էլ չէր։ Բրեժնևը ինչից էր տեղյակ, որ վերջին շրջանում դեմենցիա ուներ կյանքի, այսինքն քաղաքական նպատակներով օգտագործել պատմական ճշմարտությունների առանձին հատվածներ, դա շատ հատուկ է այս ռեժիմին։ Եթե այդպիսի արտահայտություն եղել է, ես չեմ լսել։ Ժողովրդավարության ֆորումին է այդ մասին հայտարարել։ Միգուցե, չեմ բացառում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ արկա է ծուռ հայելիների թագավորություն, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ամեն դեգեներատություն հնարավոր է տեսականորեն դաշտում։ Պարոն Մարտիրոսյան, ես ինչու փորձեցի գալ Մեծ Բրիտանիային, որովհետև բրիտանական ազատության մարդիկ համարվում էին նաև Դավիթ Փափազյանը եւ Տիգրան Ավինյանը, Անիֆի գործադիր տնօրենը, ու մենք տեսնում ենք, որ այս փուլում Տիգրան Ավինյանը բրիտանական ազդեցության դե այդպես կոնե համարվում է, այդպեսի համարում ուներ, ում կողմից, էլի ռուսական ագենտուրայի, ես հիմա Տիգրան Ավինյանին ոչ մի կերպ չեմ պաշտպանելու, բայց ինչ ուզում եք ասեք, բայց բրիտանականը ծիծաղելի է մի քիչ։ Շատ լավ, Դավիթ Փափազյանի մասին խոսենք, Անիֆի գործադիր տնօրենն էր եւ վերջին շրջանում գոնե Անիֆի շրջանակներում հարցված գործի շրջանակներում այսպես բավական խիստ հայտարարություն արեց եւ կարծես թե մեղադրանքները Անիֆի վերացման եւ միջոցների փոշիացման հետ կապված ուղղված էին հենց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ուզում եի հասկանալ, ձեր գնահատմամբ հնարավոր է այդուհանդերձ դրսի ուժերի կողմից տեխնացուի փոփոխությունը, ես այդ մասին իհարկե հարցրել էի եւ հատկապես այդ կողմից եկող տեխնացուի փոփոխություն։ Տեսեք, ես պիտի մի բան ասեմ, որը շատ պրոբլեմատիկ մտածողություն ունեցող մարդկանց համար, եթե շատ մեղմ բնորոշեմ, շատ անսպասելի լինելու։ Երանի Հայաստանում իրական բրիտանական ազդեցության արկայություն շատ ավելի լիներ, քան ենթադրում են, որ կա։ Ցավոք սրտի, այդ ազդեցությունը Հայաստանում իմ կարծիքով զրոյական է։ Ոչ միայն քիչ է, քիչ չի, զրոյական է։ Երանի շատ ավելի լիներ։ Այդ դեպքում այս երկիրը կլներ նորմալ երկիր, քիչ թե շատ։ Ես հասկանում եմ, որ շատերը սրանից կարող են զարմանալ եւ այլն, բայց ուզում եմ խնդրի արմատին անդրադառնալ, հետո ավելի կոնկրետ։ Հակաբրիտանական, հակաանգլիական, այսպես այդ KGB-ական տերմինով ասած, պատմական տերմին է, բայց KGB-ն սեփականաշնորհել է ռոպագանդիստական նկատառումներով, այդ անգլոսաքսոնական այդ ձևակերպումը, չէ, անգլոսաքսոններ, չգիտեմ ինչա մասոններ, չէ, Ռոթշիլդներ, Ռոքֆելերներ եւ այլն այդ խելագար թեզերը։ Դրանք բոլորը ստեղծվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ընդ որում հակաբրիտանականությունը զուտ ռոպագանդիստական հզոր գործիք որպես ստեղծվել է դեռևս ցարական ախրանկայի ժամանակ։ Ինչպես նաեւ հակահրեականությունը։ Դրանք ցարական ախրանկայի գյուտերն են։ Եվ ասեմ նաև ովքեր չգիտեն, որ հակահրեականությունը այդ նույն կոնտեքստում մեծ տարածում էր գտնում Ֆրանսիայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից էլի ցարական շրջանում, նախահեղափոխական շրջանում։ Ինչու, որովհետև Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան աշխարհակաղակական լրջագույն հակառակորդներ են շատ երկար ժամանակ։ Թեև պահ է եղել, երբ երկուսի թագավորներն էլ եղել են զարմիկներ։ Բայց լրջագույն հակառակորդներ են եղել։ Եվ Ռուսաստանը ամեն ինչ արել է, որպեսզի իր ստրուկ պետությունները կամ ստրուկ տարածքները, ինչպիսի գիտեք թե մասնարարպես որ երկիրն է հատկապես ամենաստրուկը եղել եւ ոչ միայն եղել, դրանց մշտապես հանկարծ այդտեղ Բրիտանիային որևէ ազդեցություն թույլ չտալու համար խոր հակաբրիտանականություն է սերմանվել եւ ատելություն։ Օրինակ Կարլ Լորդ Քերզեն, որ Քերզենների հայտնի ընտանիքից էր,
Միացյալ Թագավորության արտաքին քարտուղար, այսինքն արտաքին գործերի նախարար, որի անունը ոչ ոք Հայաստանում չգիտի, բացի, ասենք, մասնագետներից, ինչպիսիք 1-2 հոգի են։ Lord Curzon-ը, որ Curzon-ների ազնվական ընտանիքից էր, ահռելի հսկայական հայանպաստ աշխատանք է արել առաջին համաշխարհայինի օրերին։ Հայաստանի Հանրապետության ստեղծման համար է պայքարել, հայերի փրկության համար է ցեղասպանության արդյունքում տուժած հայերի փրկության համար է ահռելի միջոցներ հայթայթել, բազմաթիվ ճառեր ունի միջազգային ատյաններում եւ լորդերի պալատում եւ պարլամենտում ընդհանրապես։ Այդ մարդը խորհրդային միության տարիներին դեմոնիզացվել էր խորհրդային Հայաստանում եւ սարքվել էր ամենահակահայ դեմքերից մեկը։ Ամենակեղծ ձևով։ Միշտեր այդ մարդը ամենակատարյալ հայանպաստ գործունեությունն է իրականացրել։ Ամենա Lord Curzon-ի անունը քանի հոգի գիտի Հայաստանում։ Ես անձամբ չեմ։ Ես հատուկ այցելել եմ իր գերեզմանին օրեր առաջ Միացյալ Թագավորությունում եւ տեսանյութ եմ պատրաստել, որը իմ YouTube-յան ալիքում կհրապարակեմ եւ մարդիկ կարող են միանալ իմ ալիքին եւ տեսնել առաջիկա օրերին։ Հիմա այս հակաբրիտանակոնության մանյան երբևէ չի թույլատրել այս տիպի տարածքներում, որովհետեւ Ռուսաստանը մշտապես ակտիվ է պահում, հատկապես հիմա, երբ դու իր մաս չես, Ռուսաստանի մաս չես ֆորմալ առումով, բայց իր ազդեցության տակ ես, որովհետեւ հանկարծ այս երկրները շանս չունենան արևմուտքի մաս դառնալու, այս երկրները ուրիշ երկրները այդպես չի էլ մնացել, միայն Հայաստանն է, որ այդ ամեն ինչ անցնում է եւ այդ ֆոբիան կա։ Ամենայն թափով ուժեղացվում է հակաբրիտանականության ալիքը, որովհետեւ հանկարծ Հայաստանը շանս չունենա Ռուսաստանի տակից փախնելու դեպի արևմուտք։ Երանի նույն Արմեն Սարգսյանը լիներ բրիտանական, չգիտեմ ինչպես դուք եք ձևակերպում, ազդեցության մարդ եւ այլն եւ այլն։ Նախ ասեմ, որ իմ կարծիքով ամենավատ հասկացված մարդկանցից է Արմեն Սարգսյանը այս ժողովրդի քաղաքական պատմության մեջ։ Ես ինքը շատ հարցերում քննադատաբար եմ մոտեցել իր որոշ գործողությունների, չգիտեմ, դիրքավորումների եւ այլն ժամանակի ընթացքում, բայց եկել եմ այն եզրահանգման, որ թերևս ազգային մտածողություն ունեցած, բայց այդ մասին բավական վատ աշխատանք տարած քարոզելու առումով իր մոտեցումները անձանցից մեկն է։ Եվ այն հանգամանքը, որ ինքը ապրել է Միացյալ Թագավորությունում կամ ապրում է, դա ոչինչ չի նշանակում դեռևս։ Ես ինքս ամերիկյան քաղաքացի եմ նաև, շատ հպարտ եմ դրանով, եւ իմ կյանքի մի զգալի հատվածը ապրել եմ Միացյալ Նահանգներում եւ շատ ուրախ եմ դրա համար եւ ինչ, այսինքն որևէ մեկը ինձ կարող է ինչ-որ մի բանում մեղադրել կամ դրա իրավունք ունենալ։ Հիմա Բրիտանիայի մասով արդեն գամ բուն հարցին, ցավոք սրտի Բրիտանիան այսօր շատ քիչ մասնակցություն ունի որևէ տեղ, եթե ընդհանրապես ունի աշխարհում մասնակցություն։ Դուք չեք հետևում բրիտանական քաղաքական կյանքին, ես մշտապես, քանի որ ինձ այդ երկիրը շատ հարազատ է եւ ես շատ լավ եմ վերաբերվում այդ երկրին եւ շատ ուշադիր եմ հետևում, ես մշտապես հետևում եմ։ Այդ երկիրը այսօր այնպիսի ճգնաժամի մեջ է, որ անգամ ներքաղաքական խնդիրները չի հաջողվում լուծել, ահռելի ճգնաժամի մեջ է, եւ տնտեսական եւ նաեւ քաղաքական։ Ուր մնաց արտաքին քաղաքական ինչ որ բաներ անել, այդպիսի այդ դավադրություններ եւ այլն, դրանք 150 տարվա մոտեցումներ են ռուսական, 150 տարի առաջվա, ընդ որում այդ իրականության ինչ որ երբ որ Միացյալ Թագավորությունը կայսրություն էր, այստեղ այնտեղ ինչ որ բաներ կարող էր անել, լրիվ այլ քաղաքականություն կար եւ այլն, հա։ Ես ասում եմ Երանի այս երկրում Միացյալ Թագավորությունը ռեալ որոշակի գործընթացների մասնակցեր։ Այդ դեպքում սա նորմալ երկիր, նորմալ հասարակություն դառնալու թեթև շանսեր կունենար։ Որտեվ նայեք բրիտանական գաղութները նախքին, եթե գաղութների մեջ նայում եք, ապա դրանք են, որ ունեն որոշակի քաղաքակրթվածության մակարդակ։ Եվ ես չեմ ասում Հայաստանը պիտի գաղութ լիներ երբևէ։ Բայց հիշեցնեմ ձեզ եւ ասեմ, որ մեկ այլ բրիտանացի Dunsterville-ը, գեներալ Dunsterville-ը ռազմուժով եկավ Բաքու, եկավ հայերին պաշտպանելու Բաքվում ադրբեջանցիներից թաթարական իսլամական բանակից, թուրք թաթարական, եւ ահռելի գործունեություն ծավալեց, Իրանից անցավ, եւ բրիտանական քաղաքական ղեկավարությունում կար մասնատված կարծիք, ռազմական ղեկավարությունում, արդյոք ունեն հայերը ռեսուրսներ դիմագրավելու, արդյոք իմաստ ունի պաշտպանել թե չէ, եւ Dunsterville-ը իրեն պատռելով անում էր անհնարինը, որպեսզի Բաքուն չընկնի եւ չանցնի թաթարների ձեռքը։
որպեսզի հայերը կարողանան մնալ։ Հայերին ինչքան հնարավոր էր զենք բերեց, ունենալով շատ փոքր ռեսուրսներ, որտեղ բրիտանական զորքերը շատ սահմանափակ ռեսուրսներ ունեին արդեն Միջագետքում եւ Մերձավոր Արևելքում, եւ ինքը կոնֆլիկտի մեջ էր մտնում հաճախ իր գործընկեր գեներալների հետ բրիտանական բանակի, որպեսզի կարողանար Բաքուն պահել, որտեղ ասում էին անհույս է, հայերը կազմակերպված չեն, հայերն իրենք էլ ամեն ինչ արեցին, որպեսզի կազմակերպված չլինեն, եւ վերջում երբ այդ բանակը արդեն առաջանում էր եւ Դանստրվիլը տեսավ, որ իր 1000-ից քիչ զորքերը միայնակ չեն կարողանալու կռվել եւ հայերը ուզում են, որ բրիտանացիները կռվեն մեռնեն, բայց իրենք հիմնականում չկռվեն, թողեց եւ ստիպված հեռացավ։ Եվ բրիտանական զենքով է զինված եղել առաջին հանրապետության բանակը։ Բրիտանիան եղել է Հայաստանի դաշնակիցը։ Բրիտանիան ընդունել է ոչ թե հակահայ, այլ հակախորհրդային մոտեցում ներառյալ հակա ՀԽՍՀ-ական մոտեցում բնականաբար, որպես խորհրդային միության սուբյեկտ, այն ժամանակ, երբ որ Հայաստանը եղել է Ռուսաստանի սուբյեկտ, Ռուսաստանի մաս։ Մնացած բոլոր պարագաներում, ներառյալ այսօր, Մեծ Բրիտանիան Հայաստանի հանդեպ դրականորեն տրամադրված պետություն է։ Ես չի ասի, թե շատ ակտիվ է կամ շատ հետաքրքրված։ Այո, Մեծ Բրիտանիան ունի նաև հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց արդյոք ինչպես։ Եվ շահեր։ Եվ շահեր, իսկ արդյոք Հայաստանը արել է այնպես, որ Բրիտանիան ունենա շահեր Հայաստանում, երբևէ ոչ, նույն ռուսների հրահանգով Հայաստանը ոչ մեկի հետ այդպիսի հարաբերություններ չի ստեղծել։ Հետևաբար կարծում եմ պատասխանեցի, սա շոկի մեջ կգտնի շատերին, շատերը ատելությամբ կլցվեն, շատերը ինձ կսկսեն հռչակել այդ խելապակասների մի զանգված, որպես ինչ են ասում, անգլիական ագենտ, ինչ այդպիսի բաներ են, չէ՞ ասում։ Ազդեցության գործակալ, ազդեցության գործակալ, ոչ ազդեցության գործակալ, չգիտեմ ինչ ցնդաբանություններ, բայց ես թքած ունեմ, կա ճշմարտություն, որը պիտի ասվի։ Որը պիտի ասվի։ Եվ կրկին գեներալ Դանստրվիլի մասին ով է հիշում։ Գալով իմ հարցին, տեխնազոյի փոփոխություն, թեև այնտեղ երբ որ նայում ես վարչությունը եւ քվեարկությունները, տպավորություն է, որ ինչ տեխնազոյի մասին։ Փաշինյանին փոխարինող տեխնազոյի։ Փաշինյանին փոխարինող չի լինելու, մինչեւ փոխարինողի տեխնացությունը չհաստատվի Բաքվում, Անկարայում եւ Մոսկվայում։ Հետո արդեն միայն Բաքվում եւ Անկարայում չի լինելու Փաշինյանի փոփոխություն։ Քանի դեռ այսպես կոչված հայ ժողովուրդը 100,000-ներով փողոցում չի, կլոունադա եւ կրկես է խոսել քաղաքական փոփոխությունների մասին Հայաստանում, հատկապես իշխանության փոփոխության մասին։ Նիկոլ Փաշինյանը չի գնալու իշխանությունից, չի հեռանալու իշխանությունից։ Մինչև կամ ինքը դա չուզենա, կամ Աստված դա չուզենա, ուղակի կապի միջոցով Փաշինյանի հետ։ Կամ դա չուզենան Բաքվում եւ Անկարայում եւ առայժմ դեռևս նաեւ Մոսկվայում։ Ուրիշ որևէ պարագա չկա, երբ Փաշինյանը կարող է գնալ իշխանությունից։ Եվ արտահերթի հավանականություն դուք տեսնում եք։ Ամեն ինչի հավանականություն տեսնում եմ Հայաստանում, այո իհարկե Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Միտեղ որտեղ տրամաբանությունը չի գործում, ամեն ինչ հնարավոր է։ Իհարկե, իսկ ինչն է բացառում արտահերթը։ Բայց ինչ կապ ունի, ինձ համար այդ ընտրությունը ընդհանրապես կարևոր չէ, ես դրանց արդյունքը գիտեմ արդեն։ Փաշինյանն ընտրվելու է։ Միանշանակ։ Կարող է չընտրվի, բայց մնալու է վարչապետ։ Եվ ով կիմանա ընտրվեց թե չընտրվեց։ Բայց վստահ եմ, որ իրեն ընտրելու են։ Ինքը հայ ժողովրդի կերպարն է։ Փաշինյանը արտահայտում է հայ ժողովրդի իղձերը։ Նա հայ ժողովրդի հետ շփվում է հայ ժողովրդին հարազատ ձևով։ Ամեն ինչը նրա զուտ հայկական է։ Փաշինյանը, եւ սա մենք պիտի ընդունենք։ Մենք ճշմարտությունը չենք սիրում, եթե մենք մեր սուբյեկտիվ ինչ-որ բաներով ենք առաջնորդվում։ Հետևաբար հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կողքին է, նրա թիկունքին է, այդ փոքրիկ խմբերը, փոքրիկ հոսանքները, փոքրիկ բաները դրանք հաշիվ չեն։ Նայեք հավաքականությունը։ Եթե կողքին չի հայ ժողովուրդը, ինչպես է Փաշինյանի իշխանության, ասեք ինձ։ Հեքիաթներ պետք չի պատմել, որ դե ճնշում է պետական ապարատը, բանմանիա, մենակ Հայաստանում են ճնշել, են էլ այդպես են ճնշել, հա։ Տեղեր կա գնդակահարել են ժողովրդին հազարներով, այդպես են ճնշել, բայց այդ ժողովուրդը այլ քայլերի է գնացել։ Ժողովուրդը փոխել է իշխանությանը։ Ուր է դուք փոխելու ինչ որ ցանկություն անգամ տեսնում եք։ Ինչ կապ ունի թե խոհանոցներում մամուսինները կանանց հետ կարտոֆիլ կտրտելուց ինչ են խոսում Փաշինյանի դեմ, դե ինչ կապ ունի։ Կամ ով որքան է նրան ատում կամ սիրում կամ չգիտեմ ինչ։ Հայաստանի ղեկավար է ամեն ինչից հետո։ Պատերազմի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ղեկավար է։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի ղեկավար է։ Հայաստանի ապազգայնացման մասին հայտարարելուց եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելուց հետո Հայաստանի ղեկավար է։ Վերջացավ, մնացածը հեքիաթներ են։
Եթե հայ ժողովուրդը չի բողոքում անգամ, կրկին եմ ասում, կարտոֆիլ կտրտելիս բողոքները հաշիվ չեն։ Դրանք ատմասկաներ են, հայկական սիրելի գործ, ատմասկան։ Եթե դա չկա, եթե մարդը ղեկավար է, վերջ։ Եվ եթե վերընտրել են իրեն, կապիտուլյացիայից հետո վերընտրել են։ Մարդկության պատմության մեջ չկա այդպիսի մի օրինակ, ուրեմն իրոք սիրում եւ ընդունում են նրան։ Չկա նման օրինակ, կապիտուլյացիա ստորագրես եւ վերընտրվես երկրի ղեկավար, եւ իրոք իրեն վերընտրել են, այդ հեքիաթներն էլ պետք չի պատմել, թե իրեն չեն վերընտրել։ Սրանք չգնացին ընտրության, ինչի չգնացին։ Նրանք տանն էին նստած, նրանք հիասթափված էին, նրանք դեպրեսիայի մեջ էին, նրանք սիրտն էր խառնում, զուգանում հետ էին տալիս, այ քեզ բան։ Գնացին, վերընտրեցին, վերջ։ Փաստերով խոսենք։ Հեքիաթներ պետք չի։ Պարոն Մարտիրոսյան, երբ ձեզ լսում եմ, ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը շանս չունի։ Ինչի շանս չունի։ Շանս ունի, մեծ շանսեր ունի։ Հայաստանը ահռելի մեծ շանս ունի Թուրքիա դառնալու եւ Ադրբեջան դառնալու, այդ շանսից օգտվում է։ Չդառնալու շանս։ Չդառնալու շանս չունի, որովհետեւ ինքը որոշում է ընդունել։ Իմիջիայլոց հայ ժողովուրդը շատ կամային ժողովուրդ է։ Ինքը կամայինորեն որոշում է մեռնել եւ ոչինչ իրեն հնարավոր չի կարող հետ պայել այդ ճանապարհից։ Հայ ժողովուրդը կամայինորեն 94 թվականին որոշեց Արցախը հանձնել Ադրբեջանին։ Եվ գնաց այդ ճանապարհով, հռչակեց Արցախի անկախություն, պոկեց իրենից Արցախը, ամեն ինչ տվեց ռուսներին։ Որոշեց չկազմակերպվել որպես պետություն, որոշեց իր անվտանգությունը տոտալ պատվիրակել Ռուսաստանին, որոշեց որևէ ինքնուրույն բան չանել, որոշեց ունենալ կոռումպացված պետություն եւ պետական համակարգ, որոշեց ընտրել այն ղեկավարներին, որոնց ընտրեց, հստակ բոլոր անհրաժեշտ քայլեր արեց պետությունից ինքն իրեն զրկելու համար։ Եվ դա ահռելի մեծ կամք է պահանջում, ասեմ ձեզ։ Եվ այդ առումով չի կարելի չհարգել հայ ժողովրդին, բացառիկ կամայնություն դրսևորելու համար։ Եվ հայ ժողովուրդը արժանի է այդպիսի հարգանքի, որ իր որոշումները մինչև վերջ տանում է, բայց որոշումը այդպիսին է, այո։ Եվ Հայաստանը Հայաստան մնալու շանս այլևս չունի, ելնելով փաստերից։ Եթե կարող եք հակափաստարկներ բերել, խնդրեմ, ես սիրով կարող եմ լսել եւ կարող ենք խոսել։ Բայց եթե կա ժողովրդի որոշում չարձագանքել այս ամեն ինչին ընդհանրական նպաստել սրան, օրինակ մի օրինակ էլ բերեմ, Արցախի հայությունը ինձ համար ոչինչով տարբեր չի Երևանի հայությունից։ Ես ինքս Երևանում եմ ծնվել, ինձ համարում եմ երևանցի։ Արցախի Հայաստանի կապիտուլյացիայից հետո, նոյեմբերի 9-ից հետո, Արցախում երկար ժամանակ ինչ էր կատարվում։ Ինչ էին անում Արցախի հայերը։ Ոչինչ։ Արդյոք Երևանից հաշիվ պահանջեցին։ Արդյոք Արայիկ Հարությունյանին այնպես արեցին, որ ինքը ոչ թե հանձնվի Բաքվին, այլ իրենք հարցերը լուծեն Արայիկ Հարությունյանի իրավական կամ չգիտեմ ինչպես ճանապարհներով։ Նույն բանը։ Հանգիստ նստեցին, հիշում եք հարսանիքներ էին անում, հպարտանում էին, ասում էին նայեք մենք ինչ դիմացկուն ենք, ինչ հզոր ենք, մեր ոգին անպարտ է, մենք անպարտ ենք, հիշում եք։ Բայց դա ինչ եղավ։ Բողջաները կապեցին, եկան այս մաս Հայաստանի։ Տարբերություն չկա երևանցիների, արցախցիների, մյուսների միջև։ Բոլորը նույնն են եւ բոլորը ունեն որոշում, ոչինչ չանել։ Ընթանալ այն ճանապարհով, որը որոշվում է մեղմ ասած հակառակորդ կենտրոններում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում էի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։